Polisi ներկայացիչը գոնե ճանաչի։ Նկարում է։ Լավ, բարև շնորհակալություն ունեցիք մեր հրավերը, այսօր մեր հյուրերն սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ազգային ժողովի պատգամավոր հանրապետական Հակոբ Հակոբյանը եւ ԲՀԿ կուսակցությունից ԲՀԿ կուսակցությունից Վարդան Բոստանջյանը։ Հիմա միայն ԲՀԿ ինչ որտեղ թե միայն ԲՀԿ Նախքին երկարաժամկետ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Մենք այսօր երկու թեմայի ենք անդրադառնալու, ես կուզենայի հանձնաժողովի մասին խոսել, քանի որ այսպես թաղվեց միանգամից ազգային ժողովից է գալիս, պարոն Հակոբյան, ինչ փուլում է, կձևավորվի, չի ձևավորվի, ինչն է խանգարում եւ այն կարծիքը, որ հանձնաժողովը ընդհանրապես թեմաները թաղում է, համաձայն եք թե համաձայն չեք։ Խնդրեմ, խոսքը գազետապահ հանձնաժողովի։ Ես գիտեի կեսաթոշակային։ Չէ, հիմա ուղղակի քանի որ ազգային ժողովից է գալիս է հարցնել Ժամանակավոր հանձնաժողովի նպատակը հետևյալն է, երբ որ բարձրացնում է հարց, որը որ շատ սուր հասարակության համար պահանջ է լրացուցիչ այսպես ինֆորմացիա տրամադրելու, սա ժամանակավոր հանձնաժողովի նպատակն է եւ իմաստը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում էլ դա հստակ ֆիքսված է։ Հիմա ստեղծված գազի հանձնաժողովը, դա կստեղծվի այսօր քվեարկեն գազի հանձնաժողովի համար, հաջորդը քննարկվում էր Նաիրիտի հանձնաժողովը եւ շատ բարձ հիմնավորում կար, որ կա բանակցային փուլ եւ կարծում ենք բանակցային փուլը քաղաքական դաշտ տանել չանելու համար, հա, բերեք հանձնաժողովը կապված Նաիրիտի հետ ձգենք, ստեղծենք աշունը։ Սա եղել է ազգային ժողովի նախագահի հայտարարությունը։ Կարծում եմ բոլորդ լսել եք եւ շատ པարզ է խնդիրը։ Եթե գտնում եք, որ արգելի քաղաքական ուժեր կա անհրաժեշտություն, որպեսզի հարցը ազգային ժողովի կողմից մատուցվի հասարակությանը, մենք գտնում ենք, որ հարգելով ձեր տեսակետը, որ այո, կա այդ պահանջը, բայց անենք աշունը ոչ թե հիմա։ Սա սկզբունքն էր։ Խնդրեմ։ Եվ նման հարցեր շատ կլներ ու կարծում եմ մենք շատ հանձնաժողովներ ենք ունեցել, ես գորե 90 թվականից ազգային ժողովում եմ, հա, միշտ ունեցել ենք ժամանակավոր հանձնաժողովներ։ Սոցիալական էլի անհրաժեշտության բանն է հանձնաժողովի պարոնակոպյան։ Սոցիալական չի ստեղ, գիտեք, հասարակությանը ճիշտ ներկայացնելու, հասարակության մեջ վստահություն ավելացնելու, ես կասեի ավելի ճիշտ է։ Հանձնաժողովը նրա համար է, որ բոլոր քաղաքական ուժերը միանան իրար եւ կարողանան հասարակության մեջ բարձրացնել վստահությունը տվել հարցի լուծման կամ մեկ այլ խնդրի ժամանակ։ Սա է ամբողջ նպատակը։ Որովհետեւ ինձ հարցնում են, կարիք կա հանձնաժողովի, ասում եմ իմ համար չէ, որովհետեւ այն խնդիրը, որ բարձրացվում է, ես տեղյակ եմ եւ գիտեմ ու չեմ տեսնում ուրիշ լուծում, բայց եթե հասարակությունը այդ պահանջը ունի, ուրեմն պետքա ստեղծվի։ Մենք այդպես է շարժվեցինք։ Կարիք կա եւ հիմա որ հետաձգում են ուրեմն ես կասեմ անկախ ամեն ինչից, ընդհանրապես դա մշտական պայքար է, ընդդիմություն իշխանություն պայքար է, պայքարի կտրվածքում կարող է լինել ուրեմն աբստրակտված առանձին խոսակցություններից, բայց պարոն Հակոբյանը արդեն շեշտեց, ուրեմն եթե հասարակությունը ուզում է որ լինի, այդ հանձնաժողով կլինի արդեն։ Հասկանում եք, եւ բոլոր պարագաներում ցանկացած պարագայում իշխանությունը կլինի, ընդդիմությունը կլինի, բոլոր դեպքերում պետք է առաջնորդվել հասարակության պահանջով եւ նրա ուրեմն ցանկություններով, եթե նրանք իհարկե որոշակի զգալի տոկոս են կազմում, հիմա այս դեպքն է կապված գազի սակագնի որոշման կամ գնի որոշման հետ, այդ հանձնաժողովը կստեղծվի եւ հասարակության համար կմեծանա թափանցիկ կդառնա այդ ամբողջ գործընթացը։ Իսկ երբ որ ազգային ժողովի որևէ քաղաքական ուժ ուզում է այդ հանձնաժողով հասկացողությունը օգտագործել իր շահերի համար, այս դեպքում հստակ մեծամասնությունը դեմ է լինելու։ ԲՀԿ-ն արձագանքեց, ասեց, այդ ինչի է, որ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում քաղաքական, եթե դուք եք հայտնում, ուրեմն սոցիալական է ժողովրդի։ Եթե խոսքը գազի հանձնաժողովի մասին է, ապա հենց առաջի օրը, երբ որ քաղաքական 4 ուժերը ներկայացրեցին հանձնաժողով ստեղծելու համար ազգային ժողովի որոշումը, հստակ ազգային ժողովի նախագահան, այսինքն մեծամասնության ներկայացուցիչը հստակ ասաց. Եթե դուք ուզում էիք, մեր հետ խորտակցեք, համատեղ անեինք։ Սա ասվել է ազգային ժողովի նախագահի կողմից։ Լավ, արձագանքում եք։ Ոչ։ Անդրադառնանք կենսաթոշականի, պարոն Բոստանջյան, մենք հիշում ենք, որ շատ բուռն էիք արձագանքում քննադատելով, ասելով, որ կենսաթոշակային, հա, ճիշտ որոշում չի, հիմա արդեն թեպետ Սահմանադրական դատարանը ասեց, որ երկու ամսով պետք է հետաձգել, բայց հիմա ուժի մեջ է եւ այդ 5%-ը պահում է։ Ով է ուզում։
Ես սկսեմ, հա, պարոն։ Տեսեք, ես ցերկիստակ հենց հիմա ունեմ վերջի հրապարակումը զեկույցները եւ քննարկումները միջազգային կազմակերպությունների, որոնք տմդում են հետեւյալը, որ մենք միշտ ասել ենք, որ կենսաթոշակը դա ծերության ժամանակ, այսինքն մարդու վատ սոցիալական պայմաններում ժամանակ նրա կենսամակարդակը պահելու միջոցն է եւ այսօր աշխարհը ունի կենսաթոշակառուների խնդիր եւ յուրաքանչյուր պետություն յուրովի է փորձում լուծել այդ հարցը, որոնք են պատճառները, որ պետք է լինի կենսաթոշակային բարեփոխումներ, ռեֆորմ կենսաթոշակային։ Դա ծնելիության պակասը, կյանքի ապրելու ժամկետի երկարելը, արտագաղթը, գործող ոչ ճիշտ կենսաթոշակային համակարգը, այս բոլորն պատճառները, որովհետև մենք կարողանանք անդրադառնալ եւ պարտավորենք անդրադառնալու կենսաթոշակային ռեֆորմին։ Այս բոլոր պատճառները մեր մոտ կա եւ այսօր մենք ունենալով քիչ աշխատող եւ շատ կենսաթոշակառու սկզբունքը առաջիկա այդ պատճառների համար է թե մենք ռեֆորմ ենք իրագործում առաջ նայելով անում ենք այս պատճառների սկիզբն են պատճառները ասում եմ այդ պատճառները բոլորի հիմք են որովհետեւ մենք պարտավոր լինենք որովհետեւ մենք պարտադրված լինենք կենսաթոշակային ռեֆորմ անելու եւ որն է մեր սկզբունքը ռեֆորմի մենք ասում ենք հետեւյալը քանի որ մենք չենք կարող բոլորի հարցերը միանգամից լուծել դրա համար բերեք առաջնային լուծենք այն քաղաքացիների հարցերը, ովքեր որ աշխատող են, եւ ընտրում ենք աշխարհին ծանոթ կուտակելու մեթոդը։ Ասում ենք մենք պետք է աշխարհից կուտակենք, որպեսզի կարողանանք վաղը գոնե աշխատողի համար ապահովել բարձր կենսաթոշակ։ Մինչև տեսնենք ճանապարհին, մեր տնտեսությունը զարգացնենք, մեր աշխատողների քանակը ավելացնենք եւ այլն, որպեսզի կարողանանք բազային կենսաթոշակը մեծացնելով բարձրացնել նաեւ չաշխատողների կենսաթոշակը։ Հիմա մեր այսպես քննադատները միշտ ասում են, այդ բոլոր հասկանալի է։ Երկու հիմնական խնդրի եմ ես ուզում անդրադառնալ, հետո նոր խոսքը փոխանցեմ պարոն Բոստանջյանին։ Երկու խնդիր, մեկ ասում են, թե փողերը ինչու է դուրս գնում, սա մեկ, եւ երկրորդ ասում են ինչու է պարտադիր։ Սկսեմ առաջի հարցից։ Մենք օրենքում ամրագրել ենք հետեւյալը, որ հավաքված գումարների 60%-ը պետք է մնա Հայաստանի Հանրապետությունում, իսկ մինչև 40%-ը պետք է այսպես ներդրվի դրսում։ Ինչու համար ենք սա անում։ Առաջինը, մենք առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների դաշտը պետք է գտնենք, որպեսզի կարողանանք գումարները ներդնել, եւ երկրորդը կա այդ արժույթի պահպանման խնդիրը գումարի, որովհետեւ մենք հետ ենք վերադարձնում ինֆլյացիան հետը, այսինքն գումարը չպետք է արժեզրկվի ցանկացած պարագայում, հետեւաբար մենք պետք է կարողանանք գումարները պահել որևէ արժույթով, որպեսզի ապահովենք նրանց ոչ սննկացումը գումարների, այսպես ասած։ Սա առաջի խնդիրը։ Երկրորդը, ինչու պարտադիր։ Մենք ինչը պարտադիր չենք անում։ Տեսեք մեր գործող համակարգը ոնց է այսօր։ Մենք այսօր պարտադիր կարգով փոխանցում ենք գումարներ սերունդների համերաշխության սկզբունքով, որպեսզի ապահովենք հաջորդ սերունդի կենսաթոշակը։ Հիմա ես եմ ուզում հարց տալ այն մեր ընդդիմադիրներին, ովքեր որ ասում են ինչ երաշխիք կա։ Լավ, ինչ երաշխիք կա, որ այսօր ես աշխատում եմ, դուք աշխատում եք, գումարը փոխանցում եք վաղվա սերունդների համար, դուք ինչ երաշխիք ունեք, որ վաղը կաշխատեն եւ գումար փոխանցենք, դուք կենսաթոշակ ստանաք։ Եվ իրանք հիմնավորում են, ասում են 40 տարի է։ Այսօր էլ է 40 տարի։ Այսօրվա 10 տարեկանը պարտադիր վճարում է եկամտային հակ կենսաթոշակ ստանալու համար 63 տարեկանին, եւ նա հստակ երաշխիք չունի, ոչ մի տրավմանության մեջ չկա երաշխիք ասածը, որ նա վաղը կստանար կենսաթոշակը։ Մենք հակառակը, այստեղ մենք ավելին օրենքում ամրագրել ենք եկամտային հակ, աշխատողը վճարում է եկամտային հակ։ Ասեցի, այսօրվա 10 տարեկանը աշխատելով վճարում է եկամտային հարկ, որպեսզի 63 տարեկանը ստանա կենսաթոշակ։ Սա մեր այսօրվա գործող համերաշխության սկզբունքն է։ Եվ նա որևէ երաշխիք չունի։ Իսկ պարտադիր կուտակայինում հակառակը մենք ամրագրել ենք երաշխիքը եւ քաղաքացիացնում ենք քաղաքացի։ Դու ոչ թե պետքա վճարես քո ծնողի համար, այսօրվանից դու արդեն վճարում ես քո համար։
Եվ այդ քո վճարած գումարը հստակ երաշխավորում ենք պետական բյուջեի մասով, երաշխավորում ենք երաշխիքային ֆոնդով, այսինքն բոլոր հնարավոր ճանապարհները, որ կարելի է երաշխավորել, մենք դա ամրագրել ենք օրենքում։ Ես այսքանով ավարտեմ, խոսքը տամ Վարդան Բաբկենիչին, հետո ես կանդրադառնանք հարցը պատասխանին։ Կենսաթոշակային այս խնդիրները նսկնչորով ու մեր հայրականության մեջ առաջացրեցին ամենազանազան ոչ ցանկալի մոտեցումներ, մասնավորապես օրինակ եմ ակնհայտ է, որ ավելի խզվեց կապը իշխանության եւ հասարակության միջև։ Տեսեք օրինակ համար հիմա սարսափելի փոքր թվով ասենք մարդիկ ուզում են հասարակության լավը, հասարակությունը չի հասկանում այդ բանը, հասկանում եք ինչքան դժվար խնդիր է, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նման խոշոր երկրի դեսպանը, իր հիմնական գործերը թողած, ասենք արտահասթիկային փաստաբան աշխատում կառավարության համար, Ինչու՞, գիտեք, ինչն է պատճառը։ Հա, ինքը կան մարդուր սրդով է խոսում այդ ամեն ինչի մասին, ասում է չնայած իրանց երկրում տես բան չկա, բայց դա արի տես լավ է։ Եվ ընդհանրապես մեր երկիրը, փաստորեն ժողովուրդը չի կարող հասկանալ բանը։ Ուրեմն սահմանադրական դատարանը ըստ էության ստիպված է ինչ-որ տպավորություն ստեղծել, որ որոշում պետք է կայացնի։ Ուզում ասեմ, բարդ խնդիր է, հասկանում եք, բարդ խնդիր է, հասկանալի է, որ ուրեմն սերունդների համերաշխության այս մոտեցումը, որը գալիս է կենտրոնացված կառավարման համակարգից, բնականաբար դա միջև որոշ շարունակում է ու դժվար է ոչ մի պետություն ըստ էության իզորու չի, որ կենսաթոշակային տարիքի հասած մարդկանց արժանավայել թոշակով բավարարել, որտեղ պետությունը ինքը չի ստեղծում այդպես փողեր, այսինքն մենք ենք նորից դրա ստեղծող ռեֆորմներ, որ պետք են կարող եք չկասկածել դրանում, պարզապես ռեֆորմների ամբողջ խոցելիությունը կայանում է նրանում, որ պարոն Հակոբյանն էլ այդ մասին ասեց, որ ասենք պարզում է, որ մեր մոտ այդքան շնորհքով մարդիկ չկան, դա այդ գումարները պետք է շարժվի ուրիշ տեղ, ու այս անընդհատ գնացող, ասեք, ֆինանսական ճգնաժամի երևույթի տակ անկախ են հանգամանքից, որ մեզ ցանկությամբ ուզում ենք մի շրջանցենք ճգնաժամային երևույթները, բայց պարզվում է դա մեզ չի հաջողում եւ այս պարագայում արի ուտես մեր մոտ այսպիսով ձևավորված փողը պետք է գտնվի մի ուրիշ տեղում։ Իսկ որ իշխանությունը ասում է երաշխավորված է դրսի միջազգային բանը։ Բոլոր դեպքերում դեռևս 2019 ես չեմ ուզում ձեր համապերությունը շարժ լինել, ուրեմն մենք գտնվել ենք Հանրապետության նախագահի մոտ 2010 թվականին, դեռևս ես պատգամավոր էի, պարոն Հակոբյանը հիշում եք, այդ ժամանակ մենք բարձրացրել ենք հարցեր, որ իսկապես մենք ունենք դժվարություններ, մասնավորապես բազմաթիվ տարիներ գտնվելով ազգային ժողովում, երբ որ սահմանամերձ կամ ասենք գյուղական բնակավայրերի մի դպրոց ուզում ենք պահպանենք, որպեսզի այնտեղից բնակչությունը չարտագաղթի, ասենք 5 միլիոն դրամ մենք դժվարությամբ շատ հաճախ չկա այդ գումարը տրամադրելու համար։ Մեր բյուջետային քննարկումների ժամանակ տեսել ենք։ Հիմա պարզվում է, որ այս 5%-ները հավաքելու պարագայում, որը իմ այդպես մոտավոր հաշվարկներով $100 միլիոն համարժեք մի գումար է ստացվում, այդքան էլ պետությունը պետք է տա։ Պատկերացնեք 5 միլիոնի սահմանամերձ դպրոցի համար փող չունեցողը պետք է, ասենք, նույն $100 միլիոն չափ փող տա այս ֆոնդերին։ Հասկանեք, տեսեք, դա շատ պարադոքսալ է, շատ պարադոքսալ է։ Բակաբակենչը շատ դիզակիր բան ասեց, ես ներողություն եմ խնդրում, այնքան լավ բան եք ասել, պարզաբան եմ ու իրար հետ գնանք, էլի Բակաբակենչ, տեսեք։ Թվերը հետևյալն են, մոտարապես 2014 թվականին ռեալ 21 միլիարդ մենք վճարել ենք պետական բյուջեից եւ մոտարապես 32 միլիարդ էլ կվճարվի հասարակության կողմից։ Այսինքն խոսքը գնա $120 միլիոն մասին, կուտակված գումար 2014 թվականին։ Եթե մենք մտածեինք, որ այս կառավարությունը պուպուշ է եւ սկսեինք գովալ,
ու ստեղծեինք մեր թվացial կերպարը, որ մենք լավ ենք, հասարակության մասն ենք մտածում, այդ 21 միլիարդի պետական բյուջեից 5 միլիոնը կտայինք վարտա պատկենչացած Սավանամերձ գյուղին, 5% թոշակները ավել բարձրացնեինք, 200 միլիոն կտայինք այն մի դպրոցին Երևանում, 20 միլիոն կտայինք Եղեգնազորին մի դպրոցում եւ այլ, եւ կասեինք, տեսեք, մենք ժողովրդի պահանջները բավարարում ենք։ Մենք իհարկե դա գիտակցում ենք, ու դա գիտակցում ենք շատ ավելի լավ, քան թե որևէ մեկը։ Ու բարձ հայտարարում ենք, որ այս բոլորը ժամանակի խնդիր է։ Մենք այսօր պետք է լուծենք հիմնական խնդիրը, որ վաղվա սա բարեփոխում է եւ բարեփոխման արդյունքը լինելու է 23 տարի հետո։ Եվ ասում ենք, որ պետք է լուծել այսօր այս խնդիրը։ Սա պարտադրված է մեզ լուծելու որպես իշխանություն։ Պարտադրված է, որ մենք կարողանանք մտածել մեր քաղաքացու վաղվա օրվա մասին։ Թե չէ այսօր, այո, այսօր 5 դպրոց կամ 20 դպրոց, 1 Սավանամերձ գյուղ կամ 1 Սավանամերձ շրջան, այս բոլոր հարց լուծելը 21 միլիարդով շատ հեշտ է։ Ու մենք դա չենք կարող հարցերը լուծենք, մենք մի տեսակ պոչից չենք բռնում։ Ուրեմն ամենամեծ սոցիալական խնդիրը դա մարդն է, եւ մենք սկսել ենք մարդուց եւ ասում ենք, փոխանակ նպաստում որ այդ մարդը մնա, հիմա մի բան էլ ենք փոխում, մտածելով որ 40 տարի հետո դրանք տարբեր բաներ են։ Սրանք բոլորը տարբեր բաներ են։ Երբ որ մենք խոսում ենք կենսաթոշակային բարեփոխումների մասին, մենք հստակ ասում ենք հետեւյալը. մեր նպատակը մենք չենք կարող այսօր բոլորին ապովել բարձր կենսաթոշակով, բերեք վաղը գոնե աշխատող մարդկանց ապովենք բարձր կենսաթոշակով։ Աշխատողների թիվը էլի կկրճատվի, եթե մենք այս բարեփոխումը չանենք։ Էլի կկրճատվի, եթե մենք այս բարեփոխումը չանենք։ Ուրեմն ես վստահ եմ, ոչ, ես վստահ եմ, որ աշխատողների թիվը էլի կրճատվի, եթե որ մենք բարեփոխումը չանենք։ Ինչ է կարծում մարդը 63 տարեկան հասակ։ Ինչ որ կետեր կարող եք նշել, որ դուք ունեք որևէ տրամաբանություն, որ նման հարց եք տալիս։ Ունենք տրամաբանություն։ Ասեք ձեր տրամաբանությունը։ Հիմնական խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, եկամուտների բարձր արտագաղթը կանխելն է, դուք ասում եք հիմնական խնդիրը 40 տարի նորմալ բաստ է, բայց այ մենք ուղիղ ձեր ասածները մեր երաշխիք չկա, որ պետությունը մասը տալու է։ Ես հիմա ձեզ պատասխանեմ։ Դուք երկու հարց տվեցիք, ասեմ ձեզ։ Ուրեմն մեր նպատակը հետևյալն է՝ ապովել բարձր կենսաթոշակ։ Եվ ասեմ, հիմա եթե ես ձեզ լսեցի, մեծ ձեզ պատասխանեմ, չէ՞, բառացի եմ ասում։ Եվ այսօրվա գումարները, որ մենք պետք է հավաքենք վաղվա բարձր կենսաթոշակ տայելու համար, գնալու է ձեր ասած բոլոր խնդիրները լուծելուն, աշխատատեղ ստեղծելուն, սա անելուն, հիպոթեքի տոկոսը պակասացնելու, վարկային տոկոսադրույքը պակասացնելու, սրան է գնալու այդ գումարները։ Եվ ամբողջ նպատակը այսօրվանից սկսած։ Եվ ամենակարևորը, եւ ամենակարևորը, այս ռեֆորմը ավելի շատ հասարակության այն խավի համար է, որը որ ստանում է փոքր եկամուտ, որովհետև նրա կենսաթոշակը ավելի քիչ է լինելու, նրա համար սա ավելի կարևոր է, քան հասարակության այն խավի համար, որը որ ստանում է բարձր եկամուտ։ Ինչու՞, որովհետև բարձր եկամուտ ստացողը առաջինը կարող է կառավարել իր միջոցները, որը որ չի կարողանալ ցածր եկամուտ ստացողը, եւ երկրորդը այս կամ այն կերպ բարձր եկամուտ իր աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում կարողանում է իր կողմից կուտակումներ անել կենսաթոշակը հասնելու համար, կենսաթոշակային տարիքին ծախսելու համար։ Իսկ փոքր եկամուտ ունեցողը չի կարող դա անել։ Լավ, ուրեմն այսինքն 40 տարին չենք սպասել, այս 40 տարվա ընթացքում էլ այդ հավաքված գումարները ներդրվելու են։ Այդ հավաքված գումարները օրենքով սահմանված կարգով ներդրվելու են։ Հստակ օրենքով ամրագրված է հասարակության մինչև 60% գումարը հասարակության տարբեր պահանջների համար, աշխատատեղ, վարկեր, չգիտեմ, այլ միջոցներ, ես չգիտեմ ինչպիսի ծրագրեր կլինեն, չեմ կարող ասել։ Իսկ մինչև 40% էլ վալյուտայի տեսքով կլինի թռցում։ Գիտեք, որ ես տնտեսագետ ֆինանսիստ եմ։ Հիմա եթե դա այդպես է, այդպես հուզական պահ կա 60%-ի հետ կապված, ինչական հուզական, այո։ Հուզական չէ, օրենքով է։ Հուզական չէ, օրենքով հուզական դարձնենք էլի։ Ինչի օրինակ մենք այլ ընտրանքային, ուրեմն ֆինանսական
ֆինանսավորման աղբյուր չենք ստեղծում, դուք տեսեք, դուք ինքներդ էլ ուրեմն միշտ եղել Ես խնդրում եմ այլընտրական ֆինանսական աղբյուր ի՞նչ նկատի ունեք։ Այսինքն, որպեսզի մենք կարողանանք շատ մատչելի տոկոսադրույքներով վարկավորենք ընդհանրապես արտադրության Մենք դա ենք անելու։ Բայց 60% դրա համար է Վարդան Բաբկենի։ Բայց մի վարքյան, հա, հիմա մենք ունենալու ենք 5-5%, 6% դրույքաչափ։ Ես չեմ կարող ասել քանի տոկոս կունենանք, բայց այս գումարները ուղղվել են այդ նպատակի համար։ Պարոն Ադոպյան, դուք գիտեք, որ ես լավ եմ։ Եթե դուք ֆինանսիստ եք, ես ասում եմ, ուրեմն միջև անգամ ամենադժվար պահերին, երբ որ մենք ունեցել ենք 14.4% անկում 2009 թվականին, ուրեմն նվազագույն շահութաբերությունը բանկային համակարգի եղել է 50%։ Պատկերացնում եք մահացած երկրի պարագայում բանկային համակարգը ունենում է այդքան շահույթ։ Իսկ դա անընդհատ process է շարունակվում։ Հիմա ես մի վարքյան, ես տիրապետում եմ։ Հիմա ես ասում եմ, արեք այսօր, ասենք այո, նման 60% հավաքագրված մոբիլիզացված գումարները մենք ստեղծում ենք ուրեմն վարկավորման մի ինստիտուտ, որը այսօրվա գործող տոկոսադրույքներից էականորեն ուրեմն տարբերվում է։ Բայց դա գրված է, բայց դա ասելուց է։ Հիմա ես ձեզ ասում եմ, որպես հանձնաժողովի նախագահ, դուք ասեք հասարակությանը, որ ուրեմն ֆերմերային տնտեսությունները, արտոնաբերությունը, ընդհանրապես փողի կարիք ունեցողները 5%-ից բարձր ուրեմն վարկ չեն։ Ես հիմա պատասխանում եմ, ուրեմն առաջինը ձեր 50%-ը բանկային համակարգը երբեք չի ունեցել ու չի կարող շահույթ ունենալ, առաջինը։ Երկրորդը մենք ունենք երկու խնդիր, տեսեք, պարոն Բոստանջյանը բարձրացած հարցը, ես հիմա հարցը երկկողմանի վերլուծեմ։ Մենք ունենք երկու խնդիր, առաջի խնդիրը ինչպես անենք, որ այս գումարները չկորեն, սա առաջի խնդիրն է մեր ամբողջ նպատակը սա է։ Եվ երկրորդը, ինչպես անենք, որ գումարները ճիշտ ծախսենք մեր տնտեսության զարգացմանը։ Այս երկու խնդիրը մենք պետք է համաձայնեցնենք իրար հետ, որովհետև մենք պարտավոր ենք եկամուտ ապահովելու։ Այսինքն այն, որ երբ որ Վարդան Բաբկենը խոսում է 5%-ի մասին, ես սրա համար եմ ձեզ բացատրություն տալիս։ Ասում եմ, ես հստակ չեմ կարող ասել, թե ինչքան կլինի այդ վարկային տոկոսադրույքը, բայց մի բան հստակ կարող եմ ասել։ Մենք ամրագրված օրենքում ունենք երկու սկզբունք։ Առաջին սկզբունքը գումարների պահպանելը, երկրորդ սկզբունքը գումարների եկամտաբերությունը։ Ու օրենքով էլ ամրագրել ենք, եթե հանգած մենք պետք է ունենանք բարձր եկամտաբերություն, բայց ռիսկ գումարները կորցնելու համար, մենք բարձր եկամտաբերությունը չենք ընդունում, ընտրելու ենք գումարների պահպանելու սկզբունքը։ Հիմա, ինչպես սա կապվի բանկային համակարգի վրա, որ ես հայտարարել եմ, թե 5%-ով վարկ կլինի ֆերմերի համար, սա ֆերմերի համար վարկի գումարները կավելանան, բայց այդ արդյոք կլինի 5%-ով, թե 6%-ով, թե 3%-ով, ես չեմ կարող ասել, ու դա ոչ մեկը չի կարող ասել, որտեղ սա ֆինանսիստի համար լուծվում է կենտրոնական բանկի կողմից, լուծվում է առևտրային բանկի ռեսուրսների կողմից, սա ավել փողի գաղափարն է, որը բերում է տոկոսի իջեցում, եւ այլ։ Ես միջև անգամ ուզում եմ, որ աբստրահարվենք ֆինանսական հարաբերություններից, ուզում եմ մի բան հասկանալ։ Դուք քաղաքացուց վերցնում եք փող 40 տարի հետո իրան լավ նայելու, այսօր լավ նայեք։ Մի րոպե, ես հարց եմ, հիմա ես հարց եմ, պարոն Բոստանջյան, ես եմ հարցը տալիս ձեզ։ Դուք 40 տարի վճարել եք, ինչ կեսաթոշակ եք ստանալու։ Ու վճարել եք պարտադիր։ Ես մի անգամ արդեն ձեր ադամը հիմա պետք է աշխատի, զուգ ստանա։ Չեմ ուզում ստանամ ձեր տրած կենսաթոշակը։ Չես ուզում ստանալ, չէ՞։ Ինչի չես հավատում։ Դու ուրեմն քեզ չես հավատում։ Ժամանակը այդպես է ցույց տվել։ Դու քեզ չես հավատում, չկա մի պետություն, չկա մի աշխարհում չկա մի պետություն, որ բոլորը չաշխատեն, տան մեծերեք պետություն, պետություն չկա, ոչինչ չունի։ Դե որ այդպես է, ասենք ու ոչ մեկը որևէ երաշխիք չունի, որևէ։ Ասենք մի հատ կեսատ երկիր, որ այս բարեփոխումներ ունի, այսպիսի բանը համակարգ ունի։ Ասենք ես հատուկ ես դուք բերել եմ ու նվիրում եմ Վարդան Բոստանջյանին։ Այստեղ ինչա գրված։ Յուրաքանչյուր երկիր հարցը լուծելա յուրովի, հարցը։ Ուրեմն ասենք յուրովի ճիշտ է։ Հիմա յուրովի, հիմա կա տարբերակներ, տարբերակ մեկ։ Մեր կենսաթոշակային տարիքը դարձնենք 70։ Տարբերակ 2։
աշխատող կենսաթոշակառուներին փող չտանք։ Տարբերակ 3 ստեղծենք աշխատատեղեր շատ։ Այդ ճարահատյալ քայլ է։ Այս բոլորը փորձված է աշխարհի բոլոր երկրների կողմից, ովքեր որ զբաղվում են իրենց կենսաթոշակային բարեփոխումներով։ Ճարահատյալ քայլ է, պարոն։ Սա ոչ թե ճարահատյալ, ոչ։ Ճարահատյալ արտահայտությունը դա մեղքին է վերաբերում։ Սա պարտադիր քայլ էր կենսաթոշակի խնդիրը լուծելու համար։ Պարտադիր։ Մենք այն ճանապարհ չունեինք։ Իսկ եթե հասարակությունը խնդրում է, որ մի փոքր ձգեք, այս պահին հարմար չի գտնում։ Հնարավոր չի մի փոքր ձգենք։ Ուրեմն եթե 2010 թվականին, երբ որ մենք քննարկում էինք Վարդան Բաբկենիչի իրար հետ 2010 թվականին մենք գիտեինք, որ սա միանշանակ չի ընդունվելու։ Ինչու՞։ Որովհետև ամենապարզ ձևն եմ ես ասում։ Մենք մարդուց փող ենք վերցնում։ Լավ, հիմա ես եմ հաս տալիս հակառակը։ Լավ, բերեք բանը հարկերը բարձրացնենք։ Համաձայն եք։ Հարկերի ժողով համաձայն եք հարկերը բարձրացնենք։ Այս շատ անգամ ավելի լավ է, այո։ Հիմա այսօր իմ հարկերը, տեսեք, ասեց այո, իմ քաղաքական օպոնենտը ասեց այո։ Հիմա ես եմ հարցալիս ծրագրով դեպի նորից։ Այսօր բայես աշխատեմ, իմ դուք ինձնից բարձր հարկ վերցնեք։ Ինձանից բարձր հարկ եք վերցնում։ Այսօր ես աշխատեմ, դառնամ 63 տարեկան։ Ինչ հույս ունեմ, որ ես բարձր կենսաթոշակ ստանամ։ Չէ՞ որ են վերցրած հարկի դիմաց դուք եք ստացել կենսաթոշակ։ Մենք դրա համար ասում ենք հարգելի քաղաքացիներ, այդ որ վերցնում եք ձեր գումարն է, ձեր անունով, ձեր սեփականությունը, մենք պարտավորվում ենք գոնե գնաճի չափով ավելացնել այդ եկամուտը։ Ու ձերն է սա, որպես սեփականություն, որն է տարբերությունը ասեք, այսինքն անիմաստ հարկ բարձրացնենք էլի կորի ընդհանուրի մեջ, քան թե մարդուն իր փողը վերցնենք, երկպետությունն էլ նույնքան է գումարի վրան։ Հետո ասենք սա կո սեփականություն է, ո՞ր է ճիշտը։ Պարոն Հակոբյան, այնպես որ 40 տարի հետո այդ մարդ չմնա, այդ փողը ում տանք։ Ուրեմն փողը ումը կտանք գաղափարը, ես օրենքի լուծումն եմ ասում, օրենքի լուծումն, օրենքում դրված է հետևյալ լուծում, ես ավել բան չեմ ասելու, փողը սեփականություն է և ցանկացած պարագայում պատկանում է քաղաքացուն, եթե հանգարց մեկը սերունդ չունի, գնա սերունդին, կգտնեն իր այսպես բանով, ասենք գույքը այսօր բնակարանը ոնց է մարդ վերաբերվում, ուզենակ թողնի երեխային, կուզենակ կվաճառի, կուզենակ չգիտեմ ումը կթողնի, սա սեփականություն է, օրենքով ամրագրված է բոլոր դեպքերը, բոլոր, մարդը կարող է շուտ ստանալ, եթե մարդի կյանքին սպառնացող որևէ հանգամանք կա, և նրան պետք է գումար ինքը չունի, կարող է դիմել շուտ ստանալու համար։ Բայց ասենք չկա այդ բանով, եթե մարդու ուզում է շուտ վերցնի, ոչ կա, ասեցի կա, 3 կետ կա այնտեղ, երբ որ մարդու կյանքի սպառնացող վտանգ կա, մարդը կարող է գումարը շուտ վերցնել, մինչև կենսաթոշակային տարիքի անցները։ Ամենագրված հետևյալ սկզբունքը, ես տրամաբանություն ասեմ օրենքի, ամենագրված հետևյալ սկզբունքը, ձեռք չտալ գումարին մինչև կենսաթոշակային տարիք անցնելը, բայց եթե վտանգ կա մարդու կյանքին, էլ ինչ իմաստ ունի կենսաթոշակային տարիքին անցնել, դու պետք է նախապես ստանաս գումարը։ Հումանիտար։ Իսկ երբ որ մարդը մեռնում է, այդ ժամանակ ուզում է մեռնել։ Այսինքն ցանկությունը հայտնել մեռնել։ Հա, եթե ցանկությունը հայտնել մեռնելու, այո, մենք նրան ասում ենք դու վերցրեք։ Հա, մեռնի։ Վարդան Բաբկենիչը։ Չեք կարծում, որ հասարակության մեծ մասը ցանկություն կա այդ դեպքում։ Մեռնելու, այո։ Օրինակ եմար այդ դեպքում թող կա ձերմոտ տեղեկանք բերի, տանեն կառավարչին տան փողը հետ կտա։ Այս այդ էլ մի հատ նոր process-ը սկսել, պարոն Հակոբյան։ Այս շրջանի ամբողջ հանրապետությունը տարու բժիշկներին ասել են։ Բայց դու մի մոռացեք, որ մենք դու մի մոռացեք, որ մենք այսօր գրում ենք առողջապահության ապահովագրությանը։ Պետական համակարգում լադար որ կայացավ պետական համակարգում դեռևս կայացված չի։ Մենք արել ենք, փողը ծախսում ենք, բայց կայացված չի։ Մենք ասենք ուրիշ տեղ, այո։ Այո, ոնց որ ապան արեցինք, այնպես սա կանենք, այո։ Որ նայում եք, որտեղ քաղաքացիությունից փող վերցնել է։ Որովհետև ապա է, Վարդան Բաբկենիչ կարմիր գծել է փողոցների,
Կարմիր գծերը կապ չունեն, բայց երբ որ դուք Եվրոպայի մասին խոսում եք, ասում եք Եվրոպան լավն է, Եվրոպան դրանով է լավը, այդ ամբողջական մեխանիզմներով է լավը։ Ես ասում եմ երկինն է լավ։ Խոսքը կենսաթոշակների մասն է, այն տեսանք էլի եվրոպական ժողովրդավարությունը։ Եկան միացան իրար ամբողջ Ուկրաինայի ժողովրդին կոտորեցին։ Տեսանք էլի ժողովրդավարությունը։ Ուկրաինայում չկա իշխանափոխություն։ Այդպես բան չկա։ Իշխանափոխություն կոտորացա։ Լավ, եթե չկա, բայց գոնե ցույց են տալիս։ Լավ, ժողովուրդ։ Իրավունք խնդրեմ։ Ես խնդրում եմ բան եղեք էլ, որ հարց եք տալիս։ Եթե հարց եք տալիս, հարց տվեք նրա համար, որ պատասխան ստանաք։ Եթե դուք գիտեք, որ Եվրոպան եկավ ամեն ինչ արեց, Ուկրաինան քանդեց, դուք դա լավ գիտեք, ու հիմա ինձ նման հարց եք տալիս։ Ասեք։ Ինչի՞։ Պատասխանեցի չէ՞ հասնելու, սուտ ես ասում։ Այդպես մի բան եղեք էլի։ Չունեք հարցեր։ Ոչ եմ ասում, բերի մոտ ազատության չգիտեմ ինչ է։ Անվճարել դարձնեցիք վճարով նիկարերի ծառայությունը։ Ջուրը 4 դրամով էժանացեցիք ու դրամով հիմա թանկացնում եք։ Շատ ընստիր տրամաբանությունում է աշխատում էր իշխանությունները։ Դրա վիճակը ավելի սեղմում եք, ի՞նչն է դրա լավ։ Ջուրը երբ թանկացվել։ 4 դրամով էժանացեցիք։ Չէ, ջուրը մեր շերի պայմանագիրը սենց էր, որ մենք պետքա։ Այսօր ենք լսել, երեք էին ասում։ Բայց հոսանքետ կապած, ես նկարիչնական լսեցի, որ եթե մարդը, ասենք, ասում է, որ ես անգելաների վիճակում եմ, չգիտեմ, ասեմ մեռնում եմ, թե չէ, այդ չի մի հատ ինչ-որ ոսկի չի բերի, մի 5 տարուց, 10 տարուց տեղեկանքներն ասենք, ես վիճակում ենք, այդ 5 տարվա կուտակածը տվեք, 10 տարվա օրենքում հստակ ֆիքսված է իրեք դեպք, երբ որ մարդու կյանքի վտանգ է սպառնում, այդ 3 տարի վերաբերվում են կյանքի վտանգ սպառնալուն, երբ որ մարդու կյանքի վտանգ է սպառնում, այդ ժամանակ կարող է գնալ վերցնալ։ Դե մարդը ինֆարկտ Եթե մարդը կուտակում է 30 տարի, օրինակ 30 տարի հետո դեքում է Հայաստանը։ Այո։ Ասեմ, եթե այն պետությունը, որտեղ ինքը գնում է, կա կենսաթոշակային նման համակարգ, ինքը ստեղ ստանում է, վերջ տաշիվ անում ու գնում է։ Իր փողը տալիս ենք իրար։ Իհարկե։ Ասում եմ, այդ փողը սեփականություն է։ Կենսաթոշակային փողը քաղաքացու սեփականություն է։ Վտանգ չեք Ստեղ մի ուրիշ հարցարաթին առաջանում։ Չի կգնալ։ Գնալու են վերջնաշխատ գալը փակեն իրար։ Ոչ, ես այդ վտանգը չեմ տեսնում։ Օրինակ գնալով Հակառակը, ես տեսնում եմ հետևյալը, որ մեր քաղաքացին իր փողը ունենալով ստեղ իր կենսաթոշակային տարիքը կասկածնի ստեղ։ Ես դա եմ տեսնում։ Սոցիալական պայմանները Հայաստանի վատանն են, որ ավելի շատ քաղաքացիներ են արտագաղթում։ Ձեր կարծիքով նման օրինագիծ է դեպի արտագաղթմանը չի մղված։ Ոչ, այս օրինագիծը հակառակը մղված է արտագաղթի կախմանը։ Ինչու՞, որովհետև մենք այս գումարները գոնե օրենքում ամրագրել ենք, որ 60%-ը պետքա ներդրվի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ, հա, այդ 60% գումարը տարեկան, ասենք, այս 14 թվականին դա կազմի մոտարապես $70 միլիոն։ Այս գումարը կներդրվի տնտեսության մեջ, այսինքն կստեղծվի աշխատատեղ, այսինքն կստեղծվի հավելյալ ծառայություններ։ Պարոն Հակոբյան, եթե մարդը Վերջին հարց ասեմ, աշխատավարձ է ստանում 5000 դրամ, ինչքան ես գիտեմ, 5000 դրամ է գնում այդ ֆոնդի։ Աշխատավարձը հետո որ բարձրանում է կամ չի բարձրանում, ինչ խոսեք այդ։ Տեսեք, մենք ոնց ենք արել, ասեմ։ Սկզբունքը հետևյալն է։ Ցածր, քանի որ ռեֆորմը կենսաթոշակային է, մենք հետևյալ տրամաբանություն ենք դրել հաշվարկի մեջ է։ Քիչ աշխատողին, քիչ աշխատավարձ ստացողին պետությունը փոխհատուցում է 100%-ով։ Դա վերցրել ենք մինչև 500,000 դրամը։ Ասում ենք 500,000 դրամից ցածր աշխատավարձ ստացողին փոխհատուցում ենք 100%-ով։ 500,000 դրամից բարձրին, ասում ենք քեզ փոխհատուցում ենք առավելագույնը 25,000 դրամ։ Այսինքն մեր նպատակը պետական բյուջեի փողերը ծախսել այն քաղաքացիների վրա, ովքեր որ այսօր քիչ աշխատավարձ են ստանում եւ նրանք վաղը այդ արժանապատիվ թոշակը կլինի մոտավորապես 50% փոխհատուցման գործակցով, որպեսզի հասկանաք ինչ է, այսօր մեր մոտ մոտավորապես 20% է։ Մեր մոտ այսօր մի քիչ շատ անճոռնի է, քիչ ստացող աշխատավարձ ստանում է շատ կենսաթոշակ փոխհատուցման իմաստով,
ասենք եթե մեկը գնացել է 40000 դրամի աշխատանք 40 տարի, ինքը կստանա 42000 դրամ կենսաթոշակ։ Այսինքն իր փոխհատուցման կորտակիցը 100% ավել է։ Իսկ ով որ ունի 2 միլիոն դրամի աշխատավարձ, իր փոխհատուցման կորտակիցը 40000 է։ Սա աննորմալ երևույթ է, էլի։ Մի բան շատ սարսափելի դժվարություն չեմ կարող հասկանալ։ Ասեք, Վարդապետյան, այնպես որ մեր հասարակությունը չի կարողանում հասկանա եւ այդ պարագայով sense դիրքաբան արված էլի, ասում եմ չեմ ուզում, այս ինչով պայմանավորված որ դուք ուզում եք sense իրաց լավություն անեք։ Ասեմ, ուրեմն հասարակությունը չի ասեք որ ասենք հասարակության դեմ խավը քաղաքական ուժերը ես իմ դուրը շատ եկավ այն երիտասարդներ ովքեր որ բողոքում էին որ մենք դեմ ենք որոնք որ բարձր աշխատավարձ ունեին նրանք քաղաքական ուժերին հասկացրեցին որ մեր բողոքը պետք չի արտահայտել ձեր քաղաքական պետք չի օգտագործել ձեր քաղաքական դա իմ դուրը շատ եկավ ես քավլիցի հերոյ եմ նրանից որ այս ռեֆորմը կարող է բոլորի դուրը գալ ես քավլիցի հերոյ եմ նրանից որ հասարակության բոլոր անդամները եւ քաղաքական ուժերը սա կընդունեն միանշանակ բայց ես մեծ հարց ունեմ ընդամենը արդյոք բարձր կենսաթոշակ պետք է ապահովի պետությունը որի ֆունկցիան է դա որի պարտավորությունն է դա որը ինքը դա պետք է անի թե ոչ հիմա հարց եմ գալիս հասարակություն ուզում եք բարձր կենսաթոշակ այո ուզում ենք հասարակություն ուզում եք հարկերը ավելացնենք ոչ չենք ուզում հասարակություն ուզում եք կենսաթոշակային տարիքը երկարացնենք ոչ չենք ուզում հասարակություն ուզում եք այլ հարկատեսակներով ավելացնենք փողը էլի կենսաթոշակի տակ ծախսենք ոչ չենք ուզում միակ ճանապարհը որ մենք գտել ենք որ հասարակության հետ խոսալը հեշտ է այն ճանապարհն է որի մենք ասում ենք հասարակություն եկեք պետությունը իր մասով դուք ձեր մասով գումարները դրեք մենք երաշխավորված ձեր գումարները հետ տանք որպեսզի դու բարձր կենսաթոշակ ստանաք սա է Վարդապետյանի երբ առաջարկեցիք հարկայինը բարձրացնենք ինքն էլ ասես չէ էլա լավ փորձի 1% հարկ բարձրացնել փորձենք 1% սկզբից այդ փորձենք 1% հարկ բարձրացնել Վարդապետյան ով է փորձել չկա հարկ բարձրացնելու սահուն ճանապարհ չկա ճանապարհը ոչ մեկը չունենք ժողովրդին նման վիճակի մեջ գցելու ճանապարհ կա բայց հարկ բարձրացնելու ճանապարհ ժողովրդի նման վիճակը պայմանավորված է ամենակարևոր հոգեբանությունը որ քաղաքացին ինքը պարտավոր է ինքը պետք է հասկանա որ ինքը պետք է իր մասին մտածի չի հասկանում ինչ անենք մեր հասարակությունը չի հասկանում մի քիչ հասարակությունը շատ լավ է հասկանում ես հարցերը տվեցի այդ հասարակությունը բարձր կենսաթոշակ է ուզում չի ուզում արդեն վախեցած չի ուզում Կան Հակոբյան, իսկ ասեք մեր պատմականումը չէ նվազագույն աշխատավարձի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտնել, որ քանի որ միշտ ֆիքսում ենք, որ նվազագույն աշխատավարձը չի հարկվում, այսինքն այդ նվազագույն գումարը գոնե քաղաքացին ստանում է, դե այդ դեպքում գոնե կամ պետությունը այդ 5%-ը վճարի 50000 դրամ ստացողի փոխարեն։ Հա, պարզ է հարցը։ Ունենալ տակը այդ 50000 դրամը։ Ուրեմն նախ մեր նվազագույն աշխատավարձը հարկվում է մենք ասում ենք հարկումից հետո նվազագույն աշխատավարձը պետք է անի 45000, սա առաջինը։ Երկրորդը, ասեցի ես սկզբունքը, պետությունը հստակ ունի երկու պարտադիր թոշակ տալու կենսաթոշակ։ Առաջինը պետականը, որ միշտ կա, ոնց որ այսօր, եւ երկրորդը կൂട്ടակայինը։ Հիմա դուք առաջարկում եք երրորդ սխեման, բացի այն երկուսը, որ ես ասացի, որ պետությունը որոշել է 500,000 պակաս աշխատավարձ ստացողին փոխհատուցել 100%-ով, 500,000 բարձրին փոխհատուցել 25,000։ Հիմա դուք ասում եք, որ պետությունը թող փոխհատուցի ավելի շատ, քան 100%-ը, չէ՞։ Ասում եմ, չկա տրամաբանություն, եղբայր։ Երբ որ դու քաղաքացի ես այսօր, դու ինքդ բողոքում ես, ասում ես իմ գրպանը մտել ես փող ես վերցնում։ Բան այդ պետության գրպանն է, այդ պետությունի ժողովուրդն են, այդ պետությունը 500,000 կենսաթոշակ առնա, որի բազային կենսաթոշակը 14000 է, բայց խնդիրը ո՞ց պետք է մենք լուծենք։ Այսինքն չես կարող դու չես կարող համ այսօր չես կարող համ դպրոցը անել Ոստանջան Վարդանի դուրը գալ, համ 21 միլիարդ տար կենսաթոշակայի դուրը գալ։ Այդքան փող չունես դու։ Դուք նեցեք մտածում, որ փողանտեղ դրված է, մենակ հարկավոր է լավություն անել։ Ավտոպարկ եք թարմացնում ծառայով այդպես։ Ո՞վ դրա համար կա։
Ուրեմն եթե դուք մասնագետ լինեիք, ինձ հասկանայիք, ձեր արդեն պատասխան հետևյալն է, հին մեքենա ունենալը շատ ավելի ծախսատար է, քան նոր մեքենա ունենալը։ Միշտ արդարացում կա։ Արդարացում չի, սա օրենքով սահմանված նորմ է։ Մեր ամորտիզացիան 5 տարի է։ Ռաֆիկ Վիժանետը մտածում չեմ ասում այս տելևիզիայում, ասում ասենք թե քյասի բախկատ երգիր